Իրապես Տիրոջը փառք եմ տալիս ես գեղեցիկ օրվա համար, որ եւս մեկ առիթ ունենք իր առաջ կանգնելու, մի քիչ ցածր կանեք, շվում է կամ ուրիշ միկրոֆոններ կա ունեցած են։ Գիտեք, երբ որ չէ, էլի բան անում։ Այն մյուս բոլոր միկրոֆոնները անջատել եք։ Լավ։ Երբ որ նայում ես ընդհանրապես այս տոնական օրերին, բոլորը որոշ առումով զբաղված են կամ բոլորը շտապում են եկեղեցիներ, հիմա մեր շրջանակում առաքելական եկեղեցի են գնում, ամեն մեկ իր ճղներով, բանով, բայց այս ամեն ինչի մեջ իրականում կորում է այն բուն իմաստը, թե որն է նպատակը։ Նպատակը մեկտեղ հավաքվելու, նպատակը այս բոլոր տոնական օրերը հիշելու։ Գիտեք, իրականում մեր կյանքում էլ վտանգ կա, որ տարիների ընթացքում կիրակի օրերը, երբ որ մենք մեկտեղ ենք հավաքվում, դառնում են այս ձև ասած ինչ-որ ծիսական արարողության մի մաս մեր կյանքում նույնպես։ Եվ չեմ ցանկանա, որ իրապես ամեն կիրակին կամ այս տերունական օրերը մեզ համար էլ դե սովորական բան լինի, այսինքն դա ամեն կիրակի գնում ենք, հիմա էլ գնացել ենք։ Ամեն կիրակի ինչ-որ պաշտամունքի միջև այդ մասնակցում ենք, դե հիմա էլ են գնում մասնակցում ենք, դե մեկը նույն բանն են քարոզում, մեկը նույն բանն են ասում, ու կարծես այս ամեն ինչը ինչ է դառնում, սովորական, միապաղաղ ինչ-որ ընթացք։ Պետք է ամեն անգամ աղոթենք ու խնդրենք, որպեսզի Տերը մեր միտքը բաց պահի եւ ամեն տերունական օր, ամեն առիթ, որ միասին մեկտեղ ենք հավաքվում, փնտրենք Տիրոջը կամքը։ Իրապես ցնծությամբ ու փառաբանությամբ մեծարենք, որովհետև սա նորից մի այնպիսի առանձնաշնորհում է, որը որ ոչ բոլորն ունեն։ Շատերը իրականում այս ցանկությունը ունեն կամ գուցե նաև կփափագեին այս շրջանակում Տիրոջը պաշտել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում։ Գուցե հիվանդության պատճառը կա, գուցե առողջ եկեղեցի կա չկա շրջանակում, գուցե այլ ինչ-որ խնդիրներ կան, հասկանում եք, պատճառները շատ են։ Բայց երբ որ մենք այս հնարավորություն ունենք, ես չեմ ուզում, որ սա մեզ համար ինչ լինի, ուղղակի միապաղաղ ինչ-որ նորից հանդիպելու կամ նորից ինչ-որ մի բան անելու զուտ ժամանակ վատնելու բան չլինի։ Համար աղոթեք, որպեսզի Տերը իրապես իր խոսքի շրջանակում այցելություն անի մեզ եւ իր խոսքով քաջալերված իրապես Տիրոջը պաշտենք։ Խոսելու ենք խոստացված թագավորի մասին, ճիշտ է, դե արդեն թեման էլ ընդհանուր, ասենց ասած հասկանալի է, ծաղկազարդ, այսօրվա նույնիսկ այդ հատվածն էլ մեր Լևոն եղբայրը ընթերցեց, բայց մինչև կանցնեմ բուն հատվածին, ուզում եմ հիշեցնել, որ պատմությունը իրականում հիշում է շատ տարբեր թագավորների հանդիսավոր մուտքեր, տարբեր քաղաքներ։ Դրանցից մեկի օրինակն եմ ուզում պատմել Քրիստոսից առաջ 331 թվականին, երբ Ալեքսանդր Մակեդոնացին հաղթեց պարսկական զորքերը Գավգամելայի ճակատամարտի շրջանակում, նրա առջև բացվեց ողջ արևելքը։ Եվ արդեն այդ հաղթանակից հետո մոտեցավ, գիտեք, Բաբելոն քաղաքին։ Բաբելոնի մասին շատ եք լսել։ Բայց ինչն էր հետաքրքրական, այդ հաղթանակից հետո Բաբելոնի դարպասները փակ չմնացին նրա առաջ։ Այլ հակառակը քաղաքի բնակիչները, քահանաները, իշխանները դուրս եկան նրան ընդառաջ մեծ շուքով եւ հանդիսավարությամբ։ Պատմիչները նշում են, որ փողոցները զարդարված էին ծաղիկներով, մարդիկ սպիտակ հանդերձներով էին, զոհաբերություն էին մատուցում իրենց աստվածներին, եւ ամբողջ քաղաքը նրան ընդունում էր որպես թե ոչ թե նվաճողի, այլ որպես թագավորի։ Նույնիսկ Բաբելոնի իշխանները, ընդունելով Ալեքսանդրի իշխանությունը, նրան դիմավորեցին որպես ազատարարի, ոչ թե թշնամու։ Ու այս մուտքը զուտ պարզապես ինչ-որ ռազմական հաղթանակի շարունակություն չէր։ Մարդկանց կողմից դա ընդունելություն էր որպես մարդու, ով որ ճանաչվել էր, որ արժանի է իշխելու կամ իշխանություն բանացնելու։ Նման մարդկային թագավորների պատմություններ շատ կան, Հռոմեական կայսրությունում էլ նույնպես կարող եք նայել։
Բայց Քրիստոսի մուտքը այսպիսին չէր։ Երբ Հիսուս մտավ Երուսաղեմ, նրա մուտքը այլ էր, այլ տրամաբանության շրջանակում էր։ Նա ոչ թե եկավ պատերազմական ձիով, այլ խոնար կերպով էշի վրա հեծած։ Ոչ թե զինվորներով, այլ մուտք գործեց իր աշակերտներով։ Ոչ թե նվաճելու քաղաքը, այլ ճշմարտապես փրկելու մարդկանց։ Ու այստեղ նորից մի կարևոր հարց է բարձրանում։ Վերջի վերջո, ով էր Հիսուս Քրիստոսը։ Եկեք ոտքի կանգնենք եւս մեկ անգամ ընթերցենք Մատթեոս 21, 1-ից 11 համարները։ Մատթեոս 21, 1-ից 11։ Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե, Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց եւ նրանց ասաց. «Գնացեք ձեր դիմացի գյուղը եւ այնտեղ անմիջապես կգտնեք մի կապված էշ, քուռակն էլ հետը։ Արձակեք ինձ մոտ բերեք։ Եթե որևիցե մեկը ձեզ ինչ որ բան ասի, ասեք, որ դրանք պետք են Տիրոջը, եւ նա իսկույն դրանք կուղարկի։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը. Սիոնի դստերն ասեք, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, հեզ, էշի ու քուռակին հեծած»։ Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուս նրանց պատվիրեց։ Էշն ու քուռակը բերեցին իրենց հագուստները, դրեցին, վրա գցեցին եւ Հիսուս նրանց վրա նստեց։ Ժողովրդի միջից շատերը իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ Եվ առջևից ու ետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա բարձրյալին»։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց, հարցնում էին. «Ո՞վ է սա»։ Եվ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։ Աղոթենք։ Մեր Տեր Աստված, իրապես ողջ փառքը պատկանում է քեզ։ Դու ես թագավորների թագավորը, դու ես տերերի Տերը։ Եվ այո, ողջ իշխանությունը պատկանում է քեզ եւ մեր ողջ մեծարանքն ու փառաբանությունը նորից պատկանում է քեզ, Տեր։ Օգնիր, որ իրապես եւս մեկ անգամ խորհենք այս թեմայի շուրջ, Տեր Աստված, եւ քեզ արժանի կերպով մեծարենք։ Ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով, մեր մտքով, մեր ողջ կյանքի ընթացքը, թող որ քո քեզ փառավորի, Տեր։ Օգնի, որ լուրջ չմնանք, Տեր։ Օգնի, որ կարողանանք իրապես քաջությամբ գնանք ու տարածենք քո սուրբ անունը, որը որ վեր է ամեն անուններից, որով որ փրկություն ստացանք։ Ներիր, ողորմիր եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Գիտեք, այս պատմությունը եւս մեկ անգամ հաստատում է մի պարզ ճշմարտություն, որի շուրջ արդեն բավականին երկար ժամանակ է խոսում ենք։ Մատթեոս ավետարանիչը շատ հստակ եւ շատ կոնկրետ մի ճշմարտություն է ուզում փոխանցել։ Հիսուս Քրիստոսն է խոստացված թագավորը։ Հիսուս Քրիստոսն է այն խոստացված Մեսիան, որը որ եկավ, որպեսզի իր թագավորությունը հաստատի։ Եվ սա պետք է մեր կյանքում ռեալ փոփոխություն բերի։ Սա չի կարա զուտ ինչ որ ճշմարտության կամ գիտելիքի մակարդակում մնա եւ մեր կյանքում շոշափելի բան չբերի։ Որովհետեւ եթե այն զուտ գիտելիքի մակարդակի վրա է, այն իմ կյանքի ամեն օրվա վրա ազդեցություն չի թողնում, ուրեմն ես չեմ հավատում։ Ուրեմն ճշմարտապես չեմ ընդունում Քրիստոսին որպես իմ Տեր, որպես իմ թագավոր։ Հիսուս խոստացված թագավորն է, այս հատվածը մեզ տալիս է հստակ 4 ապացույց։ 4 ապացույց, որ հենց նա է այդ թագավորը։ Առաջինը Հիսուս տիրապետում է ողջ իրադարձություններին։ Հիսուս տիրապետում է ողջ իրադարձություններին։ Ուշադրություն դարձնենք եւս մեկ անգամ 1-ից 3 համարները։ Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե,
Այս Բեթփագեն փոքր քաղաքը ընդհանրապես կոնկրետ այս քաղաքը հիշվում է զուտ Քրիստոսի մուտքի շրջանակում։ Ձիթենյաց լեռան մոտ այն ժամանակ Հիսուս երկու աշակերտ ուղարկեց եւ նրանց ասաց. «Գնացեք ձեր դիմացի գյուղը եւ այնտեղ անմիջապես կգտնեք մի կապված էշ, քուրակն էլ հետը, արձակեք ինձ մոտ բերեք, եթե որևիցե մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասեք, որ դրանք պետք են Տիրոջը, եւ նա իսկույն դրանք կուղարկի»։ Նայեք, Հիսուս Քրիստոս, երբ որ ուղարկում է իր աշակերտներին, մանրամասն նկարագրում է, թե ինչ պետք է իրենք սպասեն, ուր պետք է գնան, ինչ պիտի գտնեն եւ ինչ պետք է ասեն։ Մատթեոս ավետարանիչը շատ չի կենտրոնանում իրականում ինչա տեղի ունենում, բայց այլ ավետարներից տեսնում ենք, որ իրապես այդ հարցը բարձրացնում են։ Ինչ եք անում այս կենթայիներին, կոպիտ ասած, մեր գույքի հետ ինչ գործ ունեք։ Եվ աշակերտները պատասխանելով տեղի են ունում այն ամենը, ինչ որ Հիսուս Քրիստոս հստակ ինչ էր ասել, ասել էր, որ լինելու է։ Ու նորից սա պատահականություն չէր։ Սա բացահայտում է նրա ոչ միայն ամենագիտությունը, այլ նաև իշխանությունը։ Իշխանությունը, որ նա տիրում է ամեն իրավիճակների վրա։ Նա ոչ թե արձագանքում է իրադարձություններին, ինչ եմ սա ասում, որովհետև որոշները կան ասում են, դե քանի որ Տերը ամենագետ է, դա տեսնում է, դրա համեմատ էլ կարծես հարմարացնում է իր ինչ որ գործը, գործունեությունը։ Շախմատիստի նման, որը որ փորձում է ինչ անել, կանխագուշակել, թե մյուս քայլը ինչ է լինելու, դրան ընթացքին ինքը ինչ որ մի քայլ է անում։ Չէ, Ժողովուրդ ջան, Հիսուս նման ձևով չի վարվում։ Ինքը գիտի ամեն բան, որտեվ ամեն բան նա է ծրագրել։ Ամեն բան իր ձեռքերի մեջ է։ Աստծո գերիշխանությունը չի արտահայտվում պարզապես մեծ բաների շրջանակում։ Ինչի որտեվ նորից մեր տրամաբանության մեջ Աստծո գերիշխանությունը մենակ երևալու է վերջնական արդյունքների շրջանակում։ Դե հազարամյա թագավորությունն է լինելու, միջև այդ, չգիտեմ, 7 տարվա նեղությունն է լինելու եւ այլն, եւ վերջնական հաղթանակ։ Մեր պատկերացումներով զուտ sense մենք մեծ պատկերներ ենք տեսնում։ Այդ մեծ պատկերների մեջ, մեծ իրադարձությունների մեջ կան փոքր, ինչեր, դրվագներ, իրադարձություններ, որոնց մեջ նույնպես Աստծո գերիշխանությունը հստակ արտահայտվում է։ Դե համար հիշում եք, Հիսուս Քրիստոս շատ հստակ ասում էր, ճնճղուկը ծառի վրայից չի ընկնի առանց ձեր հոր թողտվության։ Ձեր գլխի բոլոր մազերը հաշված են, այսինքն այդ ճնճղուկը ամենափոքր մի բանն էր, չնչին ինչ-որ մի բան էր։ Բայց նույնիսկ ասում եմ, այս պարագայում ինչ է անում, Աստված է, որ այդ ամեն ինչը տնօրինում է։ Կողոսացիս նամակի մեջ են կարդում, որ ամեն բան պահվում է Հիսուս Քրիստոսով, ամեն ինչ, նույնիսկ մեր մոլեկուլները։ Դա համար սիրելիներ, երբ որ մենք խոսում ենք իրադարձություններից, պետք է շատ հստակ հասկանանք, որ Աստծո գերիշխանության ու վերահսկման մեջ է նույնիսկ ամենամանր դետալները, որոնք որ վերջնական արդյունքում իրականություն են դարձնելու այն ամեն ինչ որ Տերը ինչ է արել, ծրագրել է։ Մատթեոս 28:18-ում նորից այս ամեն ինչը կամաց պատրաստվում է հետևյալ հասկացողությանը, որպեսզի աշակերտների եւ մեզ համար մեկընդմիշ շատ հստակ պարզ լինի, որ ճշմարտությունը, որ Հիսուս մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա»։ Հիսուս չի ասում մասնակի իշխանություն։ Հիսուս չի ասում այնքան իշխանություն, ինչքան որ մարդը թույլ կտա։ Չի ասում այնքան իշխանություն, ինչքան որ մոտս կստացվի հարմարացնել իրավիճակները։ Ինչ է ասում։ Ողջ իշխանությունը իմն է։ Ամեն բան ինձ է պատկանում։ Դրա համար էլ ողջ փառքը նորից ում է պատկանում, նորից Տիրոջն է պատկանում։ Հովհաննես 2-րդ գլուխ 23-ից 25 համարների մեջ նորից խոսում է նաև մարդկային տրամաբանության, մարդկային մտածելակերպի ու նորից Աստծուց ամբողջությամբ քնվելու մասին։ Այս զատիկի մասին խոսում է, բայց դա այս զատիկը չի ինչ որ մենք արդեն տեսնում ենք 3 տարի հետո։ Հովանու 2:23-ից 25։ Երբ Հիսուսը զատիկի տոնին Երուսաղեմում էր, շատ մարդիկ հավատացին նրա անվանը, տեսելով նրա գործած հրաշքները։
Հիմա Հովանեսը շատ է օգտագործում այս տերմինաբանությունը, նույնիսկ աշակերտ բառն է օգտագործում։ Այնինչ այդ աշակերտը նույնիսկ հավատալը փրկարար հավատք չէր։ Որովհետև շարունակության մեջ մենք մի հետաքրքիր մի եզևի արտահայտություն ենք տեսնում։ Բայց Հիսուս նրանց չէր վստահում, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր։ Եվ կարիքը չկար, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր, ինչ կար մարդու մեջ։ Գիտեք, Հիսուս ի տարբերություն նորից, ասենց ասած, մեծ շախմատիստների, որոնք որ փորձում են կախագուշակել ու հաղթահարել, հաղթություն ունենալ, ոչ միայն ղեկավարում է ամբողջ ընթացքը, այլ նաև տրոնիրում է ամբողջ իրականությունը, ինչ որ մեր կյանքում կատարվում է։ Եվ նա վերահսկում է նույնիսկ մանր դրվագները։ Ինչի համար է կարևոր սա մեր կյանքում, ժողովուրդ։ Որովհետև եթե մենք այս հասկացողության մեջ իրապես հավատում ենք ու աճում ենք, մեր կյանքի բոլոր դրվագներում նորից կվստահենք իրեն։ Այսինքն չենք տարուբերվի, չենք, այսև ասած կարծես հույսներս կտրած, չենք ապրի, ինչու որովհետև շատ հստակ կհասկանանք մի բան, որ մեր կյանքի ողջ ընթացքը ում ձեռքերի մեջ է։ Տիրոջ ձեռքերի մեջ է։ Մեր կյանքը Տիրոջ ձեռքերի մեջ է։ Տերն է վերահսկում ամեն բան։ Քո դժվարությունները, քո խնդիրները, քո հարցերը պատահական չեն։ Եվ նորից քո ապագան անկառավարելի չէ։ Հիմա նայեք, սա նորից չի նշանակում, որ օրինակի համար պետք է կանգնեմ, ասեմ, դե փորձությունների մեջ եմ ընկել, փորձանքի մեջ եմ ընկել, մեղք եմ մինչև այդ գործը, չգիտեմ, խաբել եմ, գողություն եմ արել ու դրա հետևանքով էս ամեն ինչը եկել է վրաս, չեմ կարող ասեմ, դե գիտեք ինչ կա, ես անպարտ եմ։ Տիրոջ ծրագրի մեջ էր տենց, ես որևիցե պատասխանատվություն չունեմ, չէ՞ ժողովուրդ ջան։ Տերն ասում է, որ Աստված չար բանով չի փորձում։ Այո, այդ ամեն ինչը նորից Տերոջ ծրագրի մեջ մտել էր, բայց մեր պատասխանատվությունից դուրս չի։ Մենք ունենք մեր պատասխանատվության շրջանակը, որի շրջանակում պետք է ինչ անենք, հնազանդվենք Տիրոջը կամքին, հեռու լինենք մեղքից, կռիվ տանք այդ մեղքի դեմ եւ Տիրոջ կամքի մեջ եւ Աստված ճանաչողության մեջ ինչ անենք, օր-օրի աճենք։ Սրա մեջ մեր սրբության կյանքը կամած էլ ավելի կբարելավի, կնմանվենք Քրիստոսին։ Սա այն ընթացքն է, որը որ մեր պատասխանատվության շրջանակն է, նորից։ Գուցե սա մեր տրամաբանության մեջ ամբողջությամբ չենք կարող հասկանանք, թե ոնց է Տիրոջ գերիշխանությունն ու մեր կամքը, մեր ընթացքը իրար հետ աշխատում, բայց սա այն իրականությունը, որի մեջ որ մենք ապրում ենք, մենք ռոբոտներ չենք, սիրելիներ։ Ոչ էլ աշակերտներն էին ռոբոտներ, ոչ էլ Հուդան էր ռոբոտ, որը որ մատնելու էր Հիսուս Քրիստոսին։ Ամեն մեկը իր շրջանակի պատասխանատվությունը ունեն։ Բայց այս ամեն ինչը նորից Տիրոջ գերիշխանությունից, Տիրոջ ծրագրից, Տիրոջ վերահսկողությունից դուրս չէր։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 28-ից 30 համարները, նորից այս հատվածը շատ հատվածի մասին տեղյակ եք։ Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր որ սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով։ Բայց շարունակությունը նույնպես կարևոր է։ Շատերը մենակ այսքան հատվածն են կարդում եւ այսքանով սենց ասած բավարարվում են, ասում են, դե ինչ որ լինում է բարին է լինելու։ Այո եւ ամեն։ Ամեն բան Տիրոջը սիրողների համար բարեին գործակից է։ Ինչպես է դա լինում։ Շարունակությունը նայեք։ Որովհետեւ նրանց ում սկզբում ինչ արեց, ճանաչեց, այս ճանաչելը մի բան չէր, որ Աստված չգիտեր, մեկը հանկարծ նայեց ժամանակից առաջ ճանաչեց։ Ճանաչելի նկատի ունի խորը փոխհարաբերություն ունենալ։ Նախասահմանեց կերպարանակից լինել իր որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների։ Այսինքն Տերը ընտրել է մեզ եւ սահմանել է, որ մենք մեր կյանքի ընթացքում ենք նմանվելու Տեր Հիսուս Քրիստոսին։ Սա է, որ ասում է բարին գործակից է լինում, այսինքն մեր կյանքի դժվարությունները, խնդիրները, այս ամեն իրավիճակ մեզ դարձնում են ավելի Քրիստոսին նման, ավելի հաստատուն, ինչպես որ Հոբը այդ փորձությունների միջով անցավ, վերջում կանգնեց ասեց, մինչև այդ լսել էի քո մասին, բայց հիմա կարծես ինչ արեցի, տեսա։ Տեսնում ենք այդ տարբերությունը, Հոբի Աստված ճանաչողությունը ինչ արեց, աճեց։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև ինչ արեց, կանչեց։
Որոնց որ կանչեց, նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։ Այսինքն Տիրոջ այս ողջ ընթացքը ցույց է տալիս, որ ամեն բան մեր կյանքում Տերը ինչ է անում, վերահսկում է։ Ամեն բան Տերը վերահսկում է։ Դե համար նորից հարցը սուղում եմ, ու այս հարցը մի քանի անգամ կրկնելու եմ։ Ո՞վ է Տեր Հիսուս քեզ համար։ Եթե թագավորը, ուրեմն մենք որպես իր ծառաներ պետք է հնազանդվենք այդ թագավորին։ Պետք է ընդունենք իր գերիշխանությունը մեր կյանքում։ Երկրորդը Հիսուս խոստացված թագավորն էր եւ դա երևաց մարգարեությունների իրականացման մեջ։ Նայեք 4 եւ 5-րդ համարները։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը։ Ծանոթ արտահայտություն է, Մատթեոսը շատ է սիրում այս արտահայտությունը։ Եվ անընդհատ Մատթեոսի նորից նպատակը սա էր, որ իր ընթերցողները, նրանք ովքեր որ պետք է ավետարանը կարդային, եւս մեկ անգամ ինչ անեին, հաստատվեին, հասկանային մի բան, որ Տեր Հիսուսն է այն Քրիստոսը, Տեր Հիսուսն է այն խոստացված Մեսիան փրկիչը, ում մասին հարյուրավոր տարիներ առաջ մարգարեացվել էր։ Մի կասկածեք, մի երկմտեք, հենց նա է այն ճշմարիտ թագավորը։ Ու այս ամեն ինչը ինչ որ գրում են, ասում եմ դրա համար եմ գրել։ Չեմ գրել, որ զուտ ձեր գիտելիքը բարձրանա, մեծանա, ասեք դե գիտեք ինչ կա, Հիսուսի կյանքի բոլոր պատմությունները, բոլոր դրվագները կարամ պատմեմ։ Ինչն է պետք, ասեք, ասեմ։ Չէ, խնդիրը դրա մեջ չի։ Զուտ գիտելիք ունենալը նպատակը չի մեզ, որ ես այս գիտելիքն ունեմ, ինքնանպատակ չի դա։ Այդ գիտելիքը մեր կյանքում փոփոխություն պետք է բերի եւ դրանից էլ մեր կյանքում արդյունք պետք է բերի։ Որն է այդ մարգարեությունը ասում, Սիոնի դուստրին ասեք, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, հեզ էշին ու քուրակին հեծած։ Այս ամենը կատարվում է, որպեսզի իրականացվեն մարգարեությունները։ Գիտեք, նորից այս ամեն ինչը ցույց է տալիս էլի մեծ հաշվով, որ Աստված է տիրապետում ամեն ինչին։ Եվ այդ տիրապետության շրջանակում նաև որոշ տեղեկատվություն հայտնել է իր ժողովրդին, հայտնել էր մեզ։ Դրա համար էլ որոշակի հիմա մարգարեություններ կան, որոշակի խոստումներ կան, որին որ մենք դեռ ինչ ենք անում, սպասում ենք։ Զաքարիա 9:9 Մեծապես ուրախացիր, ով Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակիր։ Ով Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, նա արդար ու փրկագործ է, հեզ եւ էշի վրա հեծած, էշի ձաքի ավանակի վրա։ Նաև որոշ հատված Եսայա մարգարեություն 62:11-ից, որտեղ որ կարդում ենք, ասում է. ասացեք Սիոնի դստերը, ահավասիկ գալիս է քո փրկիչը։ Հիսուս ժողովուրդ ջան դեռ չէր ծնվել։ Այս ամեն ինչը հարյուրավոր տարիներ առաջ են ասվել։ Եվ այս հույսով էին հրյաները ինչ անում, սպասում, ակնկալում։ Թագավորը գալիս է ոչ թե պատերազմական ձիով, այլ խաղաղության խորհրդանշով։ Ու այսի նորից շատ հստակ գիտակցված ծրագրված էր Աստծո կողմից։ Այս մարգարեությունները պետք է իրականություն դառնային։ Այս քայլը բացահայտում է, որ Քրիստոսի կողմից այն ամեն ինչ որ ինքը ասում էր, այն ամեն ինչ որ ինքը անում էր, ցույց էր տալիս, որ նա հենց այն խոստացված Մեսիան է։ Այս մուտքը տեղի է ունենում 483 տարի անց այն հրամանագրից, որ տրվել էր Արտաշես թագավորի կողմից։ Ու սրա հետ կապված հիմա շատ չեմ մանրանալու, Դանիել մարգարեության գրքում կարող եք կարդալ 9-րդ գլխում, սրա մասին խոսվում է։ Ու սա նորից ցույց է տալի, որ ժողովուրդ ջան, ոչինչ պատահական չի։ Ոչ մի բան պատահական չի։ Աստվածային ծրագիրը ինչ է անում, իրականություն է դառնում։ Նույն Հովանու ավետարանում, երբ որ անհավատ հրյաները մոտեցան Հիսուսին, Հիսուս հետևյալ խոսքը ասաց։ Հովանու 5:39 Դուք քննում եք Սուրբ Գիրքը կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Ուշադրություն դարձեք, իրականում Աստծո խոսքի մեջ մենք լսելով ենք հավատում
Եվ այդ հավատով փրկություն ենք ստանում Հիսուս Քրիստոսի շնորհքի միջոցով։ Բայց այստեղ խոսքը գնում է, որ իրանց տրամաբանության մեջ զուտ չորը, ասենց ասած խոսքը առանց փրկչի կարող էր իրենց ինչ անել, փրկել։ Այլ կերպ ասած, օրենքը լսեցինք, օրենքը կպահենք, օրենքով ինչ կանենք, կփրկվենք։ Դա համար Հիսուսն ասում է, ձեր տրամաբանությունը, ձեր մոտեցումը խոսքին ճիշտ մոտեցում չի։ Ասեմ, մենք հայերս էլ այդ խնդիրն ունենք։ Մարդիկ կան, ովքեր որ մի փոքր, ասենք, հին ավետարան ունեն կամ նարեկացու գրքից ունեն եւ այլն, ինչ են անում, պահում են հատուկ թաշկինակների մեջ, ու երբ որ ասենք երեխան հիվանդ է լինում, գլխի տակ են դնում, ասում են դե գլխացավը անցնում է, բժշկվում է եւ այլն, այսինքն իրենց տրամաբանության մեջ այդ խոսքը կամ գրավոր գիրքը կամ ուրիշ ինչ-որ բան, էսա որ իր մեջ ինչ-որ միստիկ ուժ է պարունակում, որով որ կարող է մարդը փրկվի կամ ինչ-որ մի բան անի, բժշկվի եւ այլն։ Հрьяաների տրամաբանության մեջ էլ մի քիչ ուրիշ ձև էր։ Արտաքին ինչ որ կարծես օրենքներ պահենք ու դրանով ինչ կանենք, արդար կհամարվենք ու կփրկվենք։ Հիսուսն ասում է սխալ ուղղությամբ եք գնում։ Ասում է սակայն դա էլ վկայում է իմ մասին։ Այսինքն խոսքը պետք է ուղղորդեր ցույց տար իրենց կարգավիճակը եւ ցույց տար, որ այն մեսիան, որ խոստացվել է, վերջնական փրկությունը իր մեջ է լինելու։ Գոնե այդ խոսքի մեջ Քրիստոսին տենային, տեսնում էին այդ խոսքի մեջ զուտ օրենքների շարան, էսի արեք, էսի մի արեք ու փրկվելու եք։ Ու սրա մեջ նույնից Աստված ճանաչողություն չկա, սա զուտ դատարկ կրոնավորություն է։ Ծեսերը պահենք, օրենքները պահենք, էս անենք, մոմը վառենք եւ այլն, ու ինչ կարծես թե փրկություն ենք ունենում։ Եթե Աստված իրականացրել է ժողովուրդ ջան, այս բոլոր մարգարությունները, ինչ եք կարծում, մնացած մարգարությունները իրականություն կդառնան թե ոչ։ Կդառնան։ Քրիստոսի երկրորդ գալուստը, դատաստանը, հավիտենականությունը, այս ամեն ինչը իրականություն է։ Այս ամեն ինչը ուզենք մենք, թե չուզենք, ընդունենք, թե չընդունենք, իրականություն դառնալու է։ Ուղղակի խնդիրը հետևյալն է։ Արդյոք ես հավատում եմ այս մնացած մարգարությունների խոստումներին, թե ոչ։ Արդյոք ապրում եմ այդ գալիք փառքով, որը որ Տերը խոստացել է։ Արդյոք իմ այս օրս առօրյաս կապված է նրանից, թե ես ինչ եմ ակնկալում ապագայի հետ կապված։ Որովհետև եթե իմ ապագան կապված չէ Աստծո խոստումների հետ, ներկայիս մեջ ապրելու եմ այնպես ինչ որ հույս ունեմ։ Եթե իմ կյանքը սահմանափակվում է զուտ այս ֆիզիկական կյանքով, ապրելու եմ այս ֆիզիկական կյանքի տրամաբանության մեջ։ Գիտեք այդ տրամաբանությունը որն է։ Կեր խմի քեֆ արա, որտեղ վաղը ինչ կա, մեռնել կա։ Եթե սա է իմ տրամաբանությունը, տենց էլ ապրելու եմ։ Եթե իմ տրամաբանությունը Քրիստոսն է, Քրիստոսի այդ հավիտենականությունն է, Տիրոջը ծառայելն է, ուրեմն այսօրս ապրելու եմ այնպես, որպեսզի երկնքում Տիրոջը համար էլ ավելի գանձեր դիզեմ։ Հավիտենականության համար եմ ապրելու այսօրս։ Արդյոք պատրաստ եմ դիմավորելու նրան։ Գիտեք, մարդիկ կան, ովքեր որ մտածում են Քրիստոսին սпасելը, էդի Facebook-ով, Instagram-ով կամ TikTok-ով տարբեր լուրեր լսելն է։ Էս ինչ բանը տեղի ունեցավ, չգիտեմ, էս ինչ կովը կարմիր կով են արդեն հрьяաները գտել, էս ինչ իրադարձությունն եղավ, Պարսկաստանի վրա հարձակվեցին, Եփրատ գետը չորացավ եւ այլն։ Մարդկանց տրամաբանության մեջ Քրիստոսին սпасելը, այս լուրերը լսելն է ու այս լուրերի շրջանակում ոգևորվելն է։ Այնինչ Քրիստոսին սпасելը սրան ընդհանրապես կապ չունի։ Քրիստոս այո այդ նշանները տվեց, որոշ բաներն ասեց, որը որ այն ինչ որ խոսում են, ընդհանրապես դրա հետ կապ չունի, բայց այս նշանները ոչ թե նրա համար են, որ մենք առավոտից իրգուն ինչ որ նշաններ փնտրենք, այլ նրա համար է, որ ամեն վարքյան, ամեն պահ պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Աղոթքի մեջ, խոսքի մեջ, ծառայության մեջ, ամեն օրը, ամեն վարքյանը։ Երրորդ ապացույցը դա աշակերտների հնազանդությունն էր։ 6-7 համարը։ Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուս նրանց պատվիրեց։ Ուշադրություն դարձրեք, երբ որ ասում է անմիջապես, դա նշանակում է, որ Հիսուս այն ինչ որ պատվիրեց, հնազանդվեցին առանց հարցերի, առանց վեճերի, առանց կասկածի։
Ինչու որտեվ գոնե քիչ շատից 3 տարի արդեն Քրիստոսի հետ քայլել էին։ Արդեն տեսել էին այն ամեն ինչ որ ասել էր, բայց նայեք, սա չի նշանակում, որ լիարժեք դեռևս հավատում էին Հիսուսին։ Ինչի որտեվ ինչքան մոտենում էր օրը, որ պետք է Հիսուս խաչվեր ու դրա մասին հայտնում էր աշակերտներին, չէին ուզում ընդունեին։ Իրենց տրամաբանության մեջ իրենց հասկացած թագավորը պետքա գնար գահին նստեր, ոչ թե խաչը բարձրանար։ Դրա համար չէին ընդունում։ Եվ որոշ առումով ոչ էլ միշտ էին լիարժեք հնազանդվում։ Սակայն այս պարագայում ինչ արեցին։ Լիարժեք հնազանդվեցին։ Բայց նորից մարդկային տրամաբանությամբ նորմալ բան ասեց Հիսուս որ անեն։ Չէ, ժողովուրդ ջան, նորմալ բան չէր։ Պետքա գնան վերցնեն ինչ որ մեկի փոխադրամիջոցը, եթե այսօրվա բառապաշարով ասենք, ինչ որ մեկի մեքենան պետքա գնային, վերցնեին, բերեին Հիսուսի մոտ, այսև ասած։ Բայց այս ամեն ինչը անում են առանց ավելորդ հարցերի։ Եթե թագավորն է հրամայում, ուրեմն այդ թագավորի հրամանները ինչ են անում, չեն քննարկում, այլ հնազանդվում են։ Եթե դու չես հնազանդվում Քրիստոսին, ուրեմն չես էլ հավատում։ Ուրեմն ճշմարտապես չես էլ ընդունում այդ Քրիստոսին որպես թագավոր։ Ես դրա համար եմ ասում, այս հարցը անընդհատ ինքներդ ձեզ տվեք։ Ո՞վ էր այս Հիսուս Քրիստոսը։ Ո՞վ է ինձ համար այդ Հիսուս Քրիստոսը։ Եթե թագավորը, ուրեմն ինչպես որ աշակերտները հնազանդվեցին, նույնպես եւ իմ կյանքում ես պետք է հնազանդվեմ։ Եթե չեմ հնազանդվում, նշանակում է ուրեմն ինչ եմ անում, ուղղակի դատարկ խոսքեր եմ ասում։ Հա, թագավորա, փրկիչա, այդ ամեն ինչը կասենք պետք լինի, այս սրանով սենց օղակել կսարքենք, կուրախանանք, կգնանք տաճարել եւ այլն, այսինքն լիքը բան կանենք, ձևական բաներ։ Բայց գործնական շոշափելի մեր կյանքում այդ ամեն ինչը որևիցե օգուտ չի տալու։ Էշն ու քուրակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին ու Հիսուս դրանց վրա նստեց։ Նորից տեսնում եք այս խոնարհությունը, իրենց հագուստները դրեցին, ինչի որտեվ հասկանում են։ Իրենց ուսուցիչն է, իրենց տերն է, իրենց թագավորն է, որ հիմա պետք է մուտք գործի Երուսաղեմ։ Հովանու 14:15 Եթե սիրում եք, մեծ խաչ պահեք ձեր վզին։ Եթե սիրում եք, 10 հատ մոմ վառեք, ուխտագնացության գնացեք դեպի Սուրբ Հովանես։ Եթե սիրում եք, չգիտեմ, հատուկ ծիսական արարողություններին մասնակցեք։ Ինչ է ասում։ Եթե սիրում եք, պահեք իմ պատվիրանները։ Ուղիղ կապ ունի։ Եթե սիրում եք, պահեք, եթե սիրում եք, այդ ձեր սերը պետք է գործնականում արտահայտվի այն խոսքով, որը որ ձեզ Տերը տրվել է։ Հակոբոս 2:17 նույն տրամաբանության շրջանակում։ Այդպես էլ հավատքը, եթե գործեր չունենա ինքնին, մեռած է, դատարկ է, անիմաստ է։ Այսօր նման հավատացյալները լիքն են, ժողովուրդ ջան։ Ցավով եմ ասում, բայց նույնիսկ շատ դեպքերում մեր եկեղեցու շրջանակում մենք շատ դեպքերում շուրթերով ենք մենակ Տիրոջը փառավորում։ Բայց երբ որ հարցը գալիս է հնազանդվելուն, հարցը գալիս է ինչ որ կերպով մասնակցություն ունենալուն, ծառայելուն, Տիրոջ կամքի մեջ լինելուն, մեկտեղ հավաքվելուն, մենք կամաց սկսում ենք հիշել մեր խնդիրները, մեր հարցերը, մեր նպատակները, մեր ժամանակը, մեր ֆինանսը եւ այլն ու նորից կենտրոնանում ենք մեր եսի ու մեր կարիքների, մեր ցանկությունների, մեր հնարավորությունների վրա, ոչ թե Տիրոջ հրամանի։ Դե համար նորից հարց եմ տալիս ձեզ, եթե Տերն ասում է ավետարանեք, գնացեք ու աշակերտ դարձրեք, ես կարիք ունեմ նորից ու նորից հարցնելու, տեսնես Տեր Աստված կամենում ես, որ ավետարանդ քարոզեմ, թե ոչ։ Այսինքն հասկանում եք, Տերը արդեն մի բան ասել է, ու ես նորից հարցնում եմ, ասում եմ, Տեր, մի հատ ինձ նշան ցույց տու, խնդրում եմ։ Ես կարծես կասկածում եմ, դու ասել ես, թե չես ասել։ Ուզում եմ մի հատ հայտնություն լինի, ձայն լինի, երազ տեսնեմ եւ այլն։ Կամ մեկտեղ հավաքվելը մի թողեք։ Դե հիմա տեսնես դու մի նկատի ունի։ Ինչի համարի նկատի ունի։ Առանց այդ էլ հավաքվում ենք, բա հարևաններս, ընկերներս եւ այլն։ Հասկանում եք, նման օրինակներ շատ կարամ բերեմ։ Պատկերացրեք զինվոր, որը որ սկսի հակաճառել իր հրամանատարին։ Ինչ են անելու, պատժելու են, շատ խիստ են պատժելու։
Ինչի, որտեվ այդ անհնազանդությունը կարա շատ մեծ կորուստների առաջ բերի ողջ բանակին։ Բայց այն զինվորը, որը որ հնազանդ է, չի քննարկում հրամանատարի ինչերը, հրամանները։ Քո հավատը երևում է այնտեղ, երբ որ դու լիարժեք հնազանդվում ես ում Տիրոջը։ Եվ երբ այդ հնազանդությունը նույնիսկ բավականին դժվար է եւ ինձ համար որոշ առումով գուցե ամոթալի, խնդրահարույց, դժվար եւ այլն եւ այլն։ Չորրորդ ապացույցը։ Ոչ միայն աշակերտները հնազանդվեցին, այլ նույնիսկ բազմության արձագանքը ցույց էր տալի, որ Քրիստոս թագավոր էր։ 8 եւ 9 համարները։ Ժողովրդի միջից շատերը իրենց հագուստները ինչ էին անում, փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ Եվ արջևից ու ետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. Օվսաննա Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա բարձրյալին։ Այստեղ մենք ոչ թե տեսնում ենք սովորական ինչ-որ մի մուտք, որտեղ Քրիստոս մինչև այդ երկու անգամ գոնե ամենակիչը գիտենք, որ Երուսաղեմում եղել էր եւ Զատիկին մասնակցել էր։ Բայց այս անգամ մենք տեսնում ենք տարբեր մոտեցում, տարբեր ընդունելություն, որ արժանի է տալու միայն թագավորին։ Հագուստները, որ ճանապարհին փռում էին, նշաններ ինչի, նշաններ հարգանքի, որոշ առումով հնազանդության։ Այսօր մեկ-մեկ, երբ որ օրինակի համար հայտնի ինչ-որ մարդիկ են գալիս, ինչ են այդ մարդկանց ոտքերի առաջ փռում, կարմիր խալին, կարմիր գորգն են փռում, ինչի որպես հարգանքի նշան, ընդունելության նշան։ Այս պարագայում մարդիկ իրենց հագուստ էին նետում։ Հիմա մի կարծեք, որ հագուստը այն ժամանակ երկրորդական մի բան էր։ Մարդիկ մեր պես այդքան շատ հագուստ չունեին։ Եթե երկու հագուստ ունեիր, դա արդեն բավականին մեծ հարստության նշան էր քեզ համար։ Այդ հագուստները, որ նետում էին, իրենց վերևի այդ հատվածն էր, որով որ ծածկվում էին։ Այս հագուստը, որը որ գուցե մեկը ունեն, գցեցին կեղտոտ, փոշոտ ճանապարհի վրա, որպեսզի Հիսուս Քրիստոս անցնի։ Ճյուղերը նորից հաղթանակի փառքի նշան էին, որ իրենք դիմավորում են հաղթանակած թագավորի։ Օվսաննա, գիտեք ինչ էր նշանակում, երեխաքը այսօր խոսում էին, ասում էին։ Օվսաննա նշանակում է փրկիր, հենց հիմա փրկիր, այսինքն կարիքդ ունենք, ինչա ցույց տալիս, նորից թագավորին ուղված աղոթք, խնդրանք։ Այո, իրաց տրամաբանության մեջ փրկիր ումից, հռոմեացիներից, այս տրկությունից, մեր խնդիրներից, դժվարություններից եւ այլն, բայց այնուամենայնիվ դիմում են վստահությամբ, որ Տեր Հիսուս Քրիստոս կարա հենց հիմա ինչ անի, փրկի, ազատագրի։ Եվ նաև դիմում էին որպես Դավթի որդի։ Դավթի որդին մի քանի անգամ արդեն ասել եմ։ Թագավորական եւ մեսիական ինչն էր, տիտղոսներ։ Սա է թագադրման են լեզուն, որով որ այն ժամանակվա մարդիկ ապրում էին, այս հասկացողությունն ունեին։ Կարակ նայեք Սողոմոնի թագադրումը ինչպես էր լինում, մեծ ցնծությամբ, շուքով, որ ասում են նույնիսկ ամբողջ երկիրը ինչ արեց, դղրդաց, երբ որ թագադրեցին Սողոմոնին։ Կամ երբ որ Հեոին էին թագադրում, երրորդ թագավորած 9-րդ գլուխ 12 եւ 13 համարների մեջ, տեսնում եք, որ նորից մաքուր ինչ արեցին, հագուստները փռեցին թագավորի առաջ։ Սա նույն մշակույթի նշաններն են։ Լավ, ովքեր էին այս բազմության մեջ։ Այդ բազմության մեջ գոնե ամենակիչը կարանք ասենք, ուխտագնացներն էին, նրանք այն հрьяաներն էին, ովքեր որ տարբեր կողմերից եկել էին Երուսաղեմ ինչ անելու, Զատկին մասնակցելու։ Բացի դրանից նաև տեսնում ենք, որ աշակերտներն էին, գոնե ամենակիչը Հիսուսի 12 աշակերտները կային։ Նաև նրանք էին, որ հետաքրքիր է Հովհաննես 12-ում տեսնում ենք, որ երբ որ Հիսուս հարություն է տալիս Ղազարոսին, բավականին շատերը կան, որ այս լուրը տարածվում էր։ Այդ ժամանակ էր, որ որոշում են կայացում փարիսեցիները, թե սպանելու Ղազարոսին, թե նաև սպանելու Հիսուսին։ Եվ այս մարդիկ եկել էին նորից Հիսուսից հրաշքներ տեսնելու, որտեղ լսել են, որ հրաշագործ մեկն է։ Կային նաև մարդիկ, ովքեր որ զուտ հետաքրքրված էին։ Այս մարդկանց մեջ կային մարդիկ, ովքեր որ Երուսաղեմի բնակիչներն էին,
Եվ գուցե նաև կլինեին նրանք, ովքեր որ եկել էին սպանելու նպատակով։ Ինչի, որտեվ առիթ էր պետք, որպեսզի Քրիստոսին սպանեին։ Որն էր նպատակը հավաքվելու։ Որն էր նպատակը այս ամեն ինչի։ Գուցե ոմանք հավատում էին, ոմանք ազգային ազատագրական սպասումով, որ Հիսուս հեսա գալու է մեզ ազատելու է հռոմեական այս ստրկությունից։ Գուցե որոշները նորից հրաշքների ազդեցությունից էին, կամ սոված էին այն ժամանակ հաց էին կերել Հիսուսից, հիմա սպասում են, որ նորից ինչ անելու, կկերակրի իրենց կարիքները կհոգա։ Գուցե ոմանք հետաքրքրված էին զուտ ընդամենը հետաքրքրությունից, տեսնենք ով է գալիս, ինչ ենք լսում, ինչա տեղի ունենում։ Բայց գիտեք, հետաքրքիր մի բան ասեմ։ Ամեն մեկը եկել էր իր ծրագրով, բայց արդյունքում բոլորն էլ մասնակցում էին, գիտեք ում ծրագրին, Աստծո ծրագրին։ Ամեն մեկը իր ծրագիրն ուներ, իր նպատակն ուներ այդտեղ լինելու, այդտեղ վարվելու։ Բայց այս ամեն ինչի մեջ մենք տեսնում ենք Աստծո գեղեցիկ, անփոփոխ ու հրաշալի ծրագիրը։ Ինչ է տեղի ունենում։ Ճիշտ բառեր էին օգտագործում, նույնիսկ առանց հասկանալու շատ դեպքերում, թե ինչ է նշանակում։ Հետաքրքիր է, որ Օվսաննա այդ տերմինաբանությունը տեսնում ենք Սաղմոս 118-ում։ Սաղմոս 118, 24, 26 համարները։ Սա այն օրն է, որ Տերը արարեց։ Թող ցնծանք ու ուրախ լինենք նրանում։ Օ Տեր, փրկիր, օ Տեր, հաջողություն տուր։ Օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անվամբ։ Օրհնում ենք ձեզ Տիրոջ տնից։ Այս բոլորը գեղեցիկ հենց պատկերն էր Մեսիայի հայտարարման, որ ահա գալիս է Մեսիան, որ ինչն է, թագավորն է։ Թագավորն է համայն մարդկության։ Այո, իրենց պատկերացած Հիսուսը պետք է գնար վերջի արդյունքում ինչ աներ, բարձրանար գահի վրա, հաղթեր հռոմեական կայսրությանը, աշակերտներին դներ որպես իշխանավորներ եւ ողջ Իսրայելը նորից այն փառքի մեջ լիներ, ինչ որ գուցե հիշում էին Դավիթի օրերի ժամանակ, Սողոմոնի օրերի ժամանակ։ Բայց իրանք ընդհանրապես չէին պատկերացնում, որ այս թագավորը գնում է դեպի խաչ, դեպի մահ։ Ինչու՞։ Որովհետև Տիրոջ նպատակը ժամանակավոր գերությունից ազատելը չէր։ Այլ Տիրոջ նպատակն էր հավիտենական գերությունից ազատելու։ Խավարի մեջ եղած մարդկանց փրկելու։ Դա համար նույնիսկ ամենամոտիկ մարդիկ 12 աշակերտները տենց էլ չէին կարողանում հասկանալ ու չկարողացան ընդունել, որ Հիսուս պետք է ինչ անի, խաչվի, մահանա։ Դա մեր ցնծությունը, այո ինչքան էր, որ ասում եմ, սա ցավալի է, բայց Քրիստոսի զոհով մենք կյանք ունենք։ Քրիստոսի մահով եւ հարությամբ է, որ մեր հույսը հաստատվում է։ Դրա համար եկող կիրակի միասին տոնակատարել ենք Տիրոջ հարությունը։ Բայց մինչև հարությունը, այո, պետք է ծանր ճանապարհ անցներ Հիսուս, չարչարվեր եւ խաչվեր ու մահանար։ Ու այս ամեն ինչը անում էր սիրուց դրթված։ Նորից մարդիկ ուրիշ բան էին ակնկալում, բայց Տերն արեց ավելին, քան թե որևիցե մեկը արժանի է։ Նորից վերադառնում ենք նորից մեր պարզ հարցին։ Ո՞վ է Հիսուս մեզ համար։ Ո՞վ է Հիսուս մեզ համար։ 10-11 համարները։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց, ուշադրություն դարձրեք, այդ սեյսմոս բառն է, ցնցվեց ոչ թե երկրաշարժի տեսքով, այլ ամբողջ քաղաքը սկսեց ինչ անել, խոսել է սրա մասին։ Այն աստիճան, որ նույնիսկ փարիսեցիներն ասում են, ասա թող աշակերտները այդ մարդիկ սուս մնան, այս ինչ եք արել։ Ու ինչ էին հարցնում, մի հատ հարց էին տալիս։ Ո՞վ է սա։ Ով է սա, լավ վերջի վերջո, ով է այս Հիսուս Քրիստոսը, 3 տարի լսում ենք իր մասին, հիմա էլ մտել է Երուսաղեմ, որպես թագավոր ընդունել ենք, լավ վերջի վերջո, ով է սա։ Եվ ժողովրդի բազմությունն ասում էր, սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից։ Կարծես որոշակի պատասխան տալիս էին, որը որ մեջ ուներ ճշմարտություն։
Բայց էսի անբավարար պատասխաներ։ Այսօր նորից շատ հայերը վերցնելու են ուռենու ճյուղերը, զարդարելու են իրանց գլուխները, զարդարելու են գուցե դրանցով իրանց տները, հին ուռենի ճյուղերը վերցնելու են, վառելու են, չգիտեմ խի, որ օրհնությունը եսի ինչ չկորի, բան չանի, նոր օրհնության այդ օղակն են դնելու։ Բայց նրանցից շատերը երբեք չեն էլ մտածելու, որն է այս ամեն ինչի նպատակը, լավ, վերջի վերջո, որն է այս ամեն ինչի նպատակը, Հիսուս ինձ համար ով է։ Մի քանի օր առաջ Եվրոպայի չեմպիոնների լիգայի շրջանակում փլեյօֆի սերբական Ցարվինա Զվիզդա ակումբը մարզադաշտում ինչ էր արել, Հիսուսի պատկերն էին ստացել։ Ու տակը հետաքրքիր մի սենց գրություն էին գրել, ասում էին, թող մեր հավատը ձեզ առաջնորդի դեպի հաղթանակ։ Ճիշտ է, UEFA-ն այդքան էլ չի ուրախացել այս ամեն ինչով ու 40,000 եվրոյով շտրավ գրեցին այս ակումբի վրա, բայց նայեք, ինչի համար եմ սա ասում։ Հիմա այս թմի համար Հիսուս Քրիստոսը ֆուտբոլային իրենց խաղի մեջ հաղթանակի գրավական էր, ուրիշ ոչինչ, այսինքն Հիսուսի այս պատկերը, որ դրել էին հույսով, որ Հիսուս երկնքից նայելու է, ասի ինչ լավ ֆուտբոլիստներ են, արին հենց անեն, որ հաղթեն։ UEFA-ի համար այս պատկերը կամ Հիսուս անընդունելի մեկն է, որը որ որևիցե կերպով պիտի կապ չունենա ֆուտբոլի հետ եւ այլն եւ այլն։ Ու նորից հարցը գալիս մի պարզ ճշմարտության։ Ով է Հիսուս քեզ համար։ Անկեղծ, ով է Հիսուս քեզ համար։ Ասենք մարգարե է, այո մարգարե է, քահանա է, այո քահանաների քահանան էր, թագավոր է, այո թագավորների թագավորն է, Աստված է, այո Աստված է։ Նա է խոստացված Մեսիան, նա է Տերը, նա է մեր Փրկիչը, նա է մեր միակ հույսը։ Ով Հիսուս ընդունում է որպես թագավոր, ուրեմն պետք է նաև հնազանդվի որպես թագավորի։ Ուրեմն պետք է վստահենք որպես Փրկչի։ Չի կարող այնպես լինի, որ ասենք անունով թագավորը, Տերը, Փրկիչը, Աստվածը, ու մեր կյանքում որևիցե փոփոխություն չլինի։ Չի աշխատում, չի բռնում մեկը մյուսի հետ։ Սիրելիներ, ուզում եմ ավարտել Փիլիպպեցիս նամակից 2-րդ գլուխ 8-ից 11 համարների ընթերցանությամբ։ Փիլիպպեցիս 2, 8-ից 11։ Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը գնում։ Ինքն իրեն խոնարեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել ինչ արեց, բարձրացրեց նրան եւ մի անուն շնորհեց նրան, որ ամեն անուններից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների եւ երկրի տակ եղողների ամեն ծունկ եւ ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Ամեն փառքը թող իրապես Տիրոջը լինի եւ ընդունենք այն թագավորների թագավորին, որին արժանի է տալ ողջ փառքը, ողջ մեծությունը, որովհետև նա է, որ կար, նա է, որ խոստացել է, նա է, որ գալու է։ Եվ ողջ փառքը նորից պատկանում է իրեն։ Աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, իրապես ողջ փառքը ուզում ենք ուղղենք քեզ։ Դու ես արժանի ամեն փառքի ու ամեն մեծարանքի։ Քո ամեն մի քայլը, քո ամեն մի խոսքը, Տեր, մեզ համար լավագույն օրինակն է, որին որ ուզում ենք հետևենք, Տեր։ Դու քո որդուն ուղարկեցիր եւ քո որդին թագավոր լինելով եկավ ծնվեց խանձավորի մեջ, խոնար կերպով, այլ ոչ թե թագավորական պալատներում։
Սակայն ոչ մի թագավորական պալատ արժանի չէր, որպեսզի Հիսուս այնտեղ ծնունդ ունենար։ Քեզ դիմավորեցին ոչ թե թագավորները, այլ հովիվները։ Քո ծնողները ոչ թե իշխանների զավակներ էին, այլ նորից պարզ սովորական մարդիկ էին։ Քո հետևորդները ոչ թե Երուսաղեմի բնակիչներ էին, այլ Գալիլեայից մի պարզ սովորական մարդիկ էին։ Քո հագուստները, քո ընթացքը ցույց չէր տալիս այն ինչ որ աշխարհիկ թագավորներն էին ցույց տալիս, այլ քո ծառայությունը խոնարհ ծառայություն էր։ Սակայն Տեր դու թագավորների թագավորն էիր եւ կայր եւ միշտ էլ մնում էր եւ որևիցե մեկը որևիցե պարագայում մոտիկ էլ չէ անգամ այն փառքի, որ դու ունես Տեր։ Այս մուտքը, որ տեղի ունեցավ Երուսաղեմ, ընդամենը փոքրիկ մի նշանն էր, որը որ եւս մեկ անգամ մարդկանց աչքերը պետքա բացեր, որպեսզի քո մեջ իրական թագավորը տեսնեին։ Որ եկել էր ոչ թե փրկելու, ոչ թե մեր ցանկությունները կատարելու, այլ ազատագրելու այն մեղքի ստրկությունից, որով որ կապված էին բոլոր մարդիկ եւ մենք նույնպես ժամանակին։ Եվ Տեր քո հեզությամբ դու գնացիր դեպի խաչը եւ մեզ կյանք պարգևեցիր։ Օգնի, որ իրապես քեզ ընդունենք որպես մեր թագավոր, մեր Տեր ու մեր փրկիչը։ Որ հնազանդ լինենք, անկաշկանդ լինենք եւ հավատքի մեջ հաստատուն լինենք, իմանալով մի բան, որ ամեն բան քո ձեռքերի մեջ է, Տեր։ Դու ես վերահսկում ամեն բան եւ այո, որպես գերիշխան Աստված նստած ես, բազմած ես գահին։ Ամեն բան ինչ որ ասեցիր իրականությունը դառնալու եւ օգնի, որ այդ ճշմարտության շրջանակում հնազանդ լինենք Տեր քո կամքին։ Որ իրապես ողջ փառքն ու մեծարանքը մեր կյանքով քեզ տանք։ Ու դա միայն չարտահայտվի ինչ որ արտաքին բաներով, այլ մեր ներքին սրտի դիրքորոշումը լինի քո առաջ Տեր։ Որ երկյուղով գան քո առաջ։ Քեզանից քո ողորմությունն ու շնորհը խնդրելով։ Ու ապրելու քո անվան ու փառքի համար։ Որպեսզի ոչ թե մեր անունը բարձրանա, ոչ թե մենք երևանք, այլ միայն դու, որին որ արժան է տալ ամեն փառքը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։